Իրանը համակարգված հարձակում է սկսել Իսրայելի թիրախների դեմ կիրառելով բալիստիկ հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ սկսել է իրական խոստում 4 գործողության 21-րդ ալիքը։ Թիրախում են եղել Թել Ավիվի կենտրոնական հատվածում գտնվող օբյեկտները, որոնց ուղղությամբ արձակվել են Խեյբար հրթիռներ եւ հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Իրանական հրթիռային հարվածներ են հասցվել նաեւ Իսրայելի բանակի մի շարք օբյեկտների Թել Ավիվում, Հայֆայում, Բեն Գուրիոն միջազգային օդանավակայանի տարածքում։ Թեհրանը միաժամանակ հայտարարել է, որ թիրախավորել է նաև Պարսից ծոցում գտնվող ամերիկյան ռազմաբազաները։ Հաղորդվում է, որ հարձակումը իրականացվել Քուվեյթի ափերի մոտ գտնվող ամերիկյան նավթատար նավի վրա, որի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Իսկ Արաբական Միացյալ Էմիրություններում Ֆուջեյրա նավահանգստի մոտ գտնվող նավամթերքի խոշոր պահեստում հրդեհ է սկսվել խոցված անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելուց հետո։ Ֆուջեյրայի պահեստը նավթամթերքի ամենախոշոր պահեստներից մեկն է ամբողջ Մերձավոր Արևելքում։ Իրանի ռազմական հրամանատարության Խաթամ ալ-Անբիա կենտրոնական շտաբը նախազգուշացրել է, որ առաջիկա օրերին Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հետ կապված թիրախների դեմ հարվածների տեմպերն ու մասշտաբները կարող են զգալիորեն աճել օդային, ծովային եւ ցամաքային ուղղություններով։ Իրանը հայտարարել է, որ չի փակել Հորմուզի նեղուցը, սակայն Իսրայելի կամ Միացյալ Նահանգների հետ կապված նավերը չեն կարող անցնել այդ ջրային ճանապարհով։ Միևնույն ժամանակ հարվածի են ենթարկվել Բաղդադի օդանավակայանում գտնվող Վիկտորիա ամերիկյան ռազմաբազան եւ մասնավոր ռազմական կապալառու ընկերության շտաբը։ Միաժամանակ հաղորդվում է, որ ամերիկա-իսրայելական ռազմական ինքնաթիռները գրեթե շուրջօրյա հարվածներ են հասցնում Թեհրանին։ Ըստ միջազգային լրատվամիջոցների Իսրայելի պաշտպանության բանակի հարվածի հետևանքով սպանվել է նաև Իրանի գերագույն առաջնորդի աշխատակազմի ղեկավարը։ Տարածաշրջանային լարվածության ֆոնին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը տարհանում է հազարավոր մարդկանց Մերձավոր Արևելքի տարբեր երկրներից։ Մենք տարհանում ենք հազարավոր մարդկանց Մերձավոր Արևելքի տարբեր երկրներից։ Դա տեղի է ունենում անաղմուկ, բայց առանց ընդհատումների։ Պետդեպարտամենտը պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ղեկավարությամբ հիանալի աշխատանք է կատարում։ Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթն էլ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է հասնել իր ռազմական նպատակներին առաջիկա շաբաթների ընթացքում։ Մենք կարծում ենք, որ գործողության նպատակներին հասնելու համար կպահանջվի 4-ից 6 շաբաթ։ Նախագահը, որպես զինված ուժերի գլխավոր հրամանատար, կորոշի, թե երբ Իրանը այլևս սպառնալիք չի ներկայացնի Միացյալ Նահանգների համար։ Միջազգային դիվանագիտական ակտիվությունն այս ընթացքում նույնպես շարունակվում է։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ներկայացնելով Իրանում տեղի ունեցող զարգացումները։ Մենք հավատարիմ ենք տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը, սակայն առանց վարանելու պաշտպանում ենք մեր երկրի արժանապատվությունն ու ինքնիշխանությունը։ Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, որոնք թերագնահատել են Իրանի ժողովրդին եւ հրահրել այս հակամարտությունը։